Չերի մաֆակումբը Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Չերի մաֆակումբը եւ Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Մաֆիան քաղաքում հեռուստանախագծի առաջին անգամ ուսանողական լիգան։ Ծրագիրը ներկայացվում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի բարձր հովանու ներքո։ Պատրաստ եք հարգելի մասնակիցներ։ Սկսենք։ Գիշեր։ Ակնկալում եմ, որ նորից կարմիր խաղաքարտ կունենամ, բայց չգիտեմ ինչի այն զգացողությունն է իմ մոտ, որ սև եմ քաշելու։ Շատ եմ ուզում խաղալ կարմիր, որովհետև ավելի լավ ստացվում է ինձ մոտ կարմիր խաղալ ու հույս ունեմ, եթե կարմիր խաղամ կհաղթենք։ Տրամադրությունս լավ է, մաղթում եմ լավ բախտ եւ լավ խաղ այն թիմին, որ լավ է խաղում եւ կարողանում է արժանի է դառնում հաղթել այդ խաղը։ Առաջին խաղս իմ անփոփոխության պատճառով ծախողվեց, բայց տպավորությունները մնացածի մասին շատ լավն են։ Տպավորությունները շատ հետաքրքիր էին։ Առաջի խաղը գրանցել ենք հաղթանակ։ Ես եղել եմ շերիֆ, չգիտեմ ինչքանով եմ լավ խաղացել, բայց սիրում եմ կարմիր խաղ, սիրում եմ արդար խաղ, ու եթե կարմիր քաշեմ, հաստատ հաղթելու ենք։ Շատ եմ ուզում սև քար ունենալ ու սևերի ուժեղ թիմ, որովհետև սևերի խաղը հիմնականում թրեգնահատում են։ Մտածում եմ, որ իրենք գիտեն կարմիր խաղացողներին ու դրանով խաղը հեշտանում է, բայց չէ, սև քարն էլ է իրենից պահանջում հմտություն ու թմային ուժեղ խաղ։ Խաղում կա 10 մասնակից, որից 3-ը սև են, 7-ը կարմիր։ Սևերի ղեկավարը Դոնն է, կարմիրներինը շերիֆ։ Միայն առաջին գիշեր սևերը իրավունք ունեն բացեն աչքերը, ծանոթանան միմյանց եւ որոշեն հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Բարի առավոտ բոլոր մասնակիցներին, ողջունում եմ ձեզ։ Բարի գալուս նաեւ ձեզ ուսանողական լիգա Մաֆիան քաղաքում հեռուստանախագծի լավ խաղ եմ մաղթում բոլորիդ։ Համար 1։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Տեսեք, գիշերը մտածում էի քվանտային ֆիզիկայում կա այսպիսի մի գաղափար երեխեք։ Շատ հեշտ կարանք դա կապենք մաֆիայի հետ։ Մինչև մասնիկները չես դիտարկում ամբողջորեն, ամբողջական, ինքը կարա մի քանի տարբերակ ունենա։ Դրա համար եկեք այսպես անենք։ Ես խաղին ուղղություն եմ տալիս, որ գտնենք կարմիրներին, իրանց դիտարկենք, պահենք մեր կարմիրական թիմում ու այս խաղը հաղթենք։ Կլսեմ ինձնից ձախ մնացածին ու կարծիքս կհայտնեմ։ Փաս։ Համար 2։ Շնորհակալ եմ, ես էլ եմ ողջունում բոլորին։ Պիտի ասեմ համար 1-ի հետ կապված, որ իր խոսքը ինձ համար 50-50 էր եւ զրոյական շրջանում որևէ գույն տալ ցավոք սրտի չեմ կարող։ Ինքս կարմիր եմ եւ բացման խոսքը լրացնելով համար 1-ի պիտի ասեմ, որ ես մաֆիայի խաղերի առաջին փուլերին հիմնականում երբ ուսուցողական խաղեր էր գնում, ես հիմնականում ինտուիցիայից էի վստահում, բայց մի անգամ շատ խոշոր պարտություն կրեցի այդ ինտուիցիային վստահելով, բայց դրանից հետո պիտի ասեմ, որ ես տեքստերին եմ ուշադիր լսում, տեքստերին ու վերլուծում եմ դրանք, եւ եթե անգամ կարմիր խաղացողը իր տեքստի մեջ ինչ-որ վրիպում է թույլ տալիս, ուրեմն դա ոչ թե իմ մեղքն է, որ ես կասկածել եմ իրան որպես սև, այլ տվյալ կարմիրի մեղքն է, որովհետև ինքը իր խոսքը ճիշտ չի ձևակերպել։ Կարող է նաև վրիպակ լինի, այն որ ասում են կարող ենք նաև ներել, ուրեմն պիտի մյուս փուլում ինքը այնպես իրան արդարացնի, որ մենք վստահենք, որ ինքը կարմիր է։ Ես այսպես եմ խաղալու եւ կօգնեմ իմ կարմիրին։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 3։
Բարի լույս բոլորին, բոլորիս շատ ուրախ խաղ եմ մաղթում։ Առաջին համարի խոսքը ինձ դուր եկավ, բայց էլի միանում եմ համար երկրորդին 50-50-ա։ Համար երկուսի խոսքը ինձ դուր եկավ այնքանով, որ կարմիր էր իմ համար, բայց մի տեսակ շատ կարմիր էր։ Մտածում եմ հնարավոր է որ սև լինեք ու տենց կարմիր խոսակ, որովհետև ես էլ եմ մտածում, որ ավելի լավ է, որ վատ է, երբ որ կարմիրը սկսում է իրան սևացնել, ինչ որ սխալներ թույլ տալ, բայց ես կարծում եմ, որ մաֆիանին խաղն է, որ դու սխալները պետքա չներես, նույնիսկ հենց քո թիմակցի, այսինքն ավելի լավ է դու հանես քո կարմիր խաղացողին ու լավ կարմիրներով հաղթեք, քան հաջորդ խաղին իրան շանս տաս, այդ մասը մի քիչ իմ դուրը չեկավ, դրա համար մի քիչ 50-50, երկրորդ համարը չդրեց առաջին համարի տեխնացությունը, ընդունեք համար 1-ի տեխնացությունը, մի քիչ դրա համար եմ մտածում, թե խի չդրեց երկրորդ համարը համար 1-ի տեխնացությունը, դնում եմ համար 1-ի տեխնացությունը ընդունեք, արդեն շնորհակալություն Համար այսքան։ 4։ Բարև ձեզ, ողջունում եմ բոլորին։ Մեզ հաշվով միանում եմ համար 3-ի կարծքին, համար 1-ի խոսալը այդքան դուրս չեկավ, բայց զուտ կարողա պատրաստված բացելու խոսքեր, չեմ կարող ասեմ, դրա համար իմ համար հələ 50-50 է։ Ես դեռ տենց ապացույց չգտա, որ ասեմ դու սև ես կամ համար 2-ն սև է, համար 1-ը սև է, լրիվ 50-50 եք։ Դու ավելի կարմիր ես իմ համար, կփորձեմ համար 3-ի հետ խաղալ եւ մյուս ռաների ժամանակ, երբ ամբողջին լսեմ, արդեն կկողմնորոշեմ։ Այսքան է, փաս։ Համար 5 1 րոպե։ Ողջունում եմ բոլորին։ Առաջին մասնակցի խոսելը 50-50 է։ Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել, երկրորդից չստացա կոնկրետ բան, երրորդի ու չորրորդի հետ կապված ինչ որ տարաձայնություններ ունեմ, չգիտեմ։ Հստակ բան չեմ կարող ասել, բայց երրորդն ու չորրորդը մի տեսակ են իմ համար։ Կարմիր խաղացող եմ, այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել հստակ, կսպասեմ ինձնից հետո խոսացողներին, ըստ այդմ կորոշեմ։ Շնորհակալ եմ, փաս։ Շնորհակալություն ձեզ, համար 6, խնդրեմ։ Բարի լույս բոլորին։ Իրականում համար 1-ի խոսքը ավելի ճիշտ վերացական էր եւ ոչ մի տեղեկություն չի տվել, որովհետեւ առաջինն է պարզա, որ պետքա բացումի խոսք ասեր։ Եթե ուզում եք հնարավոր համար 3-ը իրան հնարավորություն է տվել, որպեսզի մի անգամ էլ խաղա, հուսամ համար 10-ի այդ հնարավորությունը կտա մարդուն լսելու, հասկանանք մնացածի խոսքից, հետո կասենք։ Ես խնդրելու եմ կարմիր խաղացողների 2-3-ի մեջ իմ համար կա գունային տարբերություն, դրա համար ընդունեք 2։ Ընդունված է։ Շնորհակալություն, փաս։ Համար 7, խնդրեմ։ Շնորհակալություն, մաղթում եմ բոլորիս հետաքրքիր շատ լավ ինտրիգային խաղ, խոսամ հիմա խաղից, համար 1, համար 2 խոսեցել են 50-50 տեքստ, բայց համար 5-ը, համար 1, 2, 3, 4 համարներին տեսավ 50-50, այսինքն դու համար 5-ն ես, այս ֆլանգը արդեն պետքա քո համար գոնե 2 կարմիր ամենակիչը դու պետքա տեսնեիր, դու խաղացիր նեյտրալ, որը ինձ համար թվաց ավելի շատ կասկածելի, համար 1, 2, 50-50 են, համար 10 ջան, որը մեկին էլ կիսես, ես մեծ սիրով կուզեմ լսեմ, ու համար 4 ջան, դու ասում ես, չգիտեմ, 4 երևի, թե դու էիր, որ ասեցիր համար 1-ի տեքստը 50-50 էր, համար 2-ը դուրս չեկավ։ Իրանք երկուսն էլ խոսացել են նույն ձև, սիրուն բացում են արել, ես այդպես եմ լսել։ Չեմ քշում քո դեմ, չեմ ասում դու սև ես, ուղղակի ասում եմ, ինչ լսել եմ, եթե սխալ եմ լսել, կբացատրես ոնց ես, օքեյ կլսա։ Համար 2-ի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Լավ արեցիր, որ դրեցիր 2-ի տեխնացությունը, լավ արիր, բայց հետո արդեն կտեսնենք 1-2, որ մեկն էլ կիսվի, գո կլինեն 5-ն։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 8։ Երբ համար դուք այսինքն 1-2-ի մեջ մեկին չեք հավատում, հա, թե ուղղակի ում չեք հավատում երկրորդին, երկրորդը ձեզ համար ավելի սև է։ Նրա համար որ չի դրել 1-ի տեխնացությունը, կա երկրորդի տեխնացությունը։ Okay. Ես էլ եմ համաձայն, որ 1-2 կիսվի, որովհետև 1-ի ու 2-ի խոսքից արդեն պարզ կդառնա ոնց է բաշխված, բայց 5-րդ համար ես ուզում եմ ասել, որ 3-4-ը ինձ համար թերևս ամենակարմիրն են խոսացել դիմացի հատվածից։ Ինչի, որովհետև 3-ը միանգամից նկատեց 2-ի սխալը, 4-ն էլ նկատեց, իրենք երկուսն էլ իրենց վրայից երևում էր, որ իրենք մտածում են, թե ինչի է 5-ը բոլորին 50-50 տալիս, կարծում եմ դա բավականին կասկածելի է, 7-րդ համար դուք ում էիք կասկածում, 5-ին, 3-ին չեք ասել։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 9, խնդրեմ։ Շնորհակալություն, բոլորի շատ հաճելի խաղ եմ ցանկանում։ Հիմա հերթով սկսեմ, նախ ընդունեք համար 8-ի տեխնացությունը, խնդրում եմ։ Հիմա ասում եմ ինչ եմ դնում, ձեր տեխնացությունը հերթով բացատրելով գալիս եմ կզգաք։
Համար 1-ը արեց համար 1-ին վայել բացում։ Ինձ թվում է դա մտածված խոսք էր։ Ես չեմ կարող ասեմ, ես իրան չեմ ասում ինքը կարմիր խաղացող է, կարող ինքը վաղուց է տեքստը մշակած լիներ, բայց ամենայն դեպս ինքը կարմիրներին ուղղություն է տալիս խաղալու։ Համար 2-ը էլի ինչ որ բացման խոսք արեց, փորձեց էլի ինչ որ ուղղություն տա կարմիրներին, բայց էլի ես դες գույն չեմ կարող տամ։ Ինձ դուր չեկավ համար 3-ը օրինակ, որովհետև իրան դուր չեկավ համար 2-ի խոսքը, բայց ինքը դրեց 1-ի տեխնացությունը։ Եթե դուք 2-ին եք վատ տեսնում, դուք իր տեխնացիոնը պիտի դնեք։ Այդ իմ համար տարօրինակ էր։ Համար 4-ը էլի կասկածում եք դուք 3-ին։ Չէ, համար 4-ը խաղաց 3-ի հետ, հավանեց 3-ին։ Դրա համար էլ դուք իմ դուրը չեկաք, ես հիշեցի։ Համար 5-ը սենց էլի մակերեսային վերլուծությունը ինձ դուր չեկավ, որ դուք 3-4 եք խաղում։ Ինձ 3-ը դուր չի գալիս, իսկ 4-ը միանգամից հավատում։ Համար 10 եզրափակում եք, խնդրեմ։ Շնորհակալություն, ողջունում եմ բոլորին։ Զրականում միանգամից խաղում եմ համար 9-ի հետ, ինչը որ ես պետք է ասեի, համար 9-ը ասեց։ Սկսենք, համար 1-ը բացում արեց, լավներ, օքեյ, 50-50 անցանք առաջ։ Համար 2-ը մոռացավ դնել, մի քիչ կասկածելի եղավ։ Համար 3-ի ամբողջ խոսքը նվիրվեց համար 2-ին, դե բնական է, որ կամ 1-ից խոսար, կամ 2-ից նվիրվեց համար 2-ին, որ համար 2-ը ինչ որ քայլերում սխալ ա եղել, ընդունվեց համար 1-ի տեխնություն, որը իմ համար շատ սխալ էր։ Համար 4-ը խոսած 50-50 տեքստ, համար 5-ը, երբ որ իր խոսքի մեջ ասաց, որ ինչ որ մի տեսակ բան, ես մի տեսակ բան քո խոսքի մեջ եմ նկատել, բայց ես հիմա դու չես կիսվելու։ Կիսվելու են 3, 8, 3, 4, 5, 6, 7 քվեարկում են 8, 8, 9, 10, 1, 2 քվեարկում են 3։ Ընդունեք 3, 3, 4, 5, 6, 7 քվեարկում են 8, 8, 9, 10, 1, 2 քվեարկում են 3։ 10 վայրկյան։ Համար 6-ի իմ համար 50-50-ա, 7-ին էլ կփորձեմ զրոյականում խաղամ 7-ի հետ, 8-ի խոսքի իմ համար էլ տարօրինակ ինքս մտածում էր, ուզում էր արգումենտներ բերել։ Ժամանակ, շնորհակալություն։ Վերանում է ժեստիկուլյացիան այս վայրկյանից։ Քվեարկություն, տեխնացուներն են 1, 2, 8, 3, 1, 2, 8, 3 տվյալ հերթականությամբ։ 1, ով է կողմ փաղալիքի համար 1-ը, ստոպ, չկան ձայներ։ 2, ով է կողմ փաղալիքի համար 2-ը, ստոպ, չկան ձայներ։ 8, ով է կողմ փաղալիքի համար 8-ը, ստոպ, 4 ձայն, շնորհակալություն։ Համար 3 չեք ասել, նաև ստանում եք նկատողություն։ Եվ համար 3-ի դեմ դրեք ձայները։ Դրեք 6 ձայն։ Համար 3 ձայների մեծամասնությունը ձեր դեմ են։ Վերջի րոպեն այս խաղի։ Երեխեք, չգիտեմ ինչ ասեմ, լավ, հիմա մի հատ անդրադառնամ նախորդ մեր կրուկին, ես դրել եմ համար 1-ի տեխնացությունը, որովհետև 2-ը մոռացավ դնել համար 1-ի տեխնացությունը։ Ասենք ես 2 տեխնացություն չեմ կարա միանգամից դնեմ, դրա համար դրել եմ 1-ինը, 2-ինը կարա դնեմ։ Իմ համար հիմա Սևանում է համար 10 խաղացողը, որովհետև Սեղանը ուզում է որ կիսվի 1 2, բայց ինքը չգիտես ինչի դնում է 3 8։ Այս պայդրությամբ, եթե ես դուրս չգայի, շարունակելու էի խաղայի 6 7 8, իմ համար այս պայդրությամբ 7 5-ը, որովհետև ես էլ եմ 6, 7, 8, ինչքան հիշում եմ դուք եք ասել, որ համար 5-ը էլի 50-50 է տեսել բոլորիս, ինքը ոչ մի ինչ որ կարծիք 9-ի հետ երեխեք ես մի քիչ համաձայն չեմ, որովհետև ես 6, 7, 8 արդեն ասեցի, որ խաղում եմ ու 9, քանի որ 8-ի հետ չէր խաղում, դրա համար ես 9-ի հետ մտածում եմ չեմ խաղում։ Իմ համար, չեմ ասում 9-ը սև է, ես չեմ խաղում, չէի խաղա 5-ի ու 10-ի հետ, որովհետև իմ համար սև խաղացողներ են այսքանը։ Ժամանակ, շնորհակալություն համար 3-ին խաղի համար։ Ծափարեք համար 3-ի ծափարություններով։ Չգիտեմ, օթերի մեջ եմ, որովհետև իմ սխալի պատճառով ես դուրս եկա, ուշ քվեարկեցի, բայց չգիտեմ, կուզեի այդ պահը հանեինք, որ ուշ քվեարկողը դուրս չգար, որովհետև ես հիմա դրա տուժացել եմ։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 2-ին։ Դոնը այս գիշեր չկարողացավ գտնել շերիֆին։ Շերիֆը այս գիշեր չգտավ սև խաղացող։ Առաջին գրակված մասնակիցը թողեց իր կարծիքով սևերի եռյակը։ Համար 1, համար 4, համար 9։ Բարի առավոտ մնացած բոլոր մասնակիցներին, վերջի րոպեն այս խաղում համար 2։ Այս անգամ ինչ է, այս անգամ անկեղծ ես զգում էի, որ ինձ են հանելու։ Շատ էի զգում, բայց ես չէի ուզի այսպես արագ թողնեի խաղը, որովհետև ուզում էի վերլուծություններ անել, լավ ամեն դեպքում։ Մի բան ասեմ համար 10, ես չգիտեմ ձեր գույնը հստակ, բայց օրինակ շատ ճիշտ կլիներ 1-2 օրինակ կիսվեր, որովհետև մեկին էս ատես ինչքան բան է գնալու, ինքը ամենավերջում է, չգիտեմ երբ խոսալու է։ Համար 3-4-ի հետ կապված ուսամ համար 3-ը ես չեմ կարող էլի հստակ պատկերացնել սևերի, բայց մեծ հույս ունեմ, որ սև է գնացել։ Համար 4 ձեր խոսքը շատ կասկածելի էր ինձ, անկեղծ եմ ասում։ Հետո համար 9 կարող է ասենց ճիշտ վերլուծել
գործական անի, բայց ուշադիր եղեք, համար 9-ը շատ հաճախ սևերի դեմ էլ հենց խաղում է։ Չեմ կարող ասել, որ ինքը սև խաղացող է հստակ, բայց ինքը հենց շատ հաճախ սևերի դեմ խոսում է ու շատ կարմրական է իրան պահում։ 10 վայրկյան։ Շնորհակալ եմ, շատ լավ խաղ եմ մաղթում կարմիրներին։ Ձեզ էլ շնորհակալություն համար 2 խաղի համար։ Բայց հետաքրքիր է, ես առաջին գիշերը, որ մտածում եմ, որ այնքան հարմար տեղ եմ նստած սևերի համար 2, որ կարող էին էլ օրինակ ցույց տալ 2, հետո սենց հերթով թվերը ասել առաջին 3 գիշերվա, բայց շատ կուզեի երկար մնայի, որովհետև իմ կարծիքով կկարողանայի մինիմում 2 սևի գտնեի։ Շրջան համար 4 դուք եք բացում ունեք 1 րոպե։ Միանգամից եմ ողջունում։ Համար 2-ը ինչի է այտենց կասկածեց կամ եթե կասկածողներ կային իմ խոսքի մեջ, ես ընդամենը համար 3-ի ասացի հետ համաձայն էի, որ ինքը ասում է, որ համար 2-ն քիչ այտենց ասում է կարող է կարմիր խաղացողը վատ խոսա, զուտ որտեղ վատ է խոսում, իսկ համար մեկն էլ ես ասեցի, որ դուրս չեկավ, մի քիչ տարօրինակ բացում էր իմ համար, բայց կարող է ոնց որ համար 9-ն ասեց, պատրաստված խոսք էր, այսինքն ես ընդամենը այդ ասեցի։ Բայց այս պահին ես իրոք 5-ը իրոք իմ համար կասկածելի է, որ 4 հոգի խոսած ու ինքը դեռ գունային տարբերություն չտեսավ։ Ես տեսնում էի գունային տարբերություն կա համար 2-ի ու 1-ի մեջ, այս պահին մեկը իմ համար ավելի շատ սև է, կասկածներս բարձրացան համար 1-ի դեմ։ 9-ն Ժամանակ, շնորհակալություն։ Համար 5։ Ժողովուրդ, նախ առաջինը խորհուրդ կտամ շերիֆին մի հատ ինձ ստուգի, որովհետև երրորդը դուրս գալուց ասեց իր մեջ սև եմ տեսնում, որ հստակ ասում եմ, շերիֆը թող ինձ ստուգի, չգիտեմ ով է շերիֆը։ 4-ից սկսեմ, 4-ը կասկածներ հայտնեց իմ մասին, չեմ ուզում այս պահին ինչ-որ բան ասեմ, որովհետև ինչ-որ հələ կոնկրետ բան չեմ ստացել։ Այս շարքից իմ մասին կասկածողական բաներ հնչեց, ով էր ասեց, դուք ասեցիք 7 համար, ասեցիք, որ 50-50-ա, դրա համար էլ կասկածում եք, չէ՞, ոնց որ հա, չխոսացին դրա համար էլ ասեցիք։ Հա, չգիտեմ, 8-ը մի տեսակ է իմ համար, ես սպասում եմ հələ, խնդրում եմ ընդունեք 8-ի քվեարկությունը։ Շնորհակալություն, չեք հասցրել համար 5, համար 6 խնդրեմ։ Համար 5 լինելով կարմիր խաղացող դուք ուզում եք, որ ձեզ շերիֆը ստուգի։ Համար 5 ձեզ հետ եմ։ Ինչպես։ Առաջինն էր համար 5։ Լինելով կարմիր խաղացող ուզում եք ձեզ շերիֆը ստուգի, ինչի համար լավ խաղացող եք դրա համար, չեմ կարծում։ Համար 9 խաղում եք համար 10-ի հետ իր արած քայլից հետո։ Հասկացա, ընդունեք համար 10։ Ընդունված է։ Այսքանը փաս։ Համար 7։ Շնորհակալություն համար 5 ջան։ Դու խոսացիր մի քիչ առաջ համար 1-ի դեմ։ Ես քեզ հարցնում եմ համար 1-ը քո համար կարմիր է, թե սև, դու ասում ես կարմիր։ Բայց դու իրա դեմ ես խոսացել համար 5 ջան։ Ընդունեք համար 5։ Ընդունված է 5։ Ընդունեք համար 10։ 10-ը վատ կիսեց, որտեվ սեղանը ուզում էր գոնե մեկին լսեր, մեկը պետքա կարծիք հարտայտեր զրոյական կրուգից 10-ից հետո, ինչի չարեցիր տենց, հասկացանք երեքին սև են տեսե համար 10 ջան, բայց այս պահին պետքա գոնե կարծիք հարտայտեր համար 1-ը, որ մենք հասկանանք այս մարդը ինչ գույն է, համար 2-ը խփվեց գնաց, համար 2-ը իր արևին ճիշտ քվեարկություններ անում կիսվեց գնաց, ես ուղղակի չեմ հասկանում, ստեղ ինչ կատարվեց։ Համար 5, համար 10 կլսեմ ձեզ, համար 9-ի հետ հələ որ ուզում եմ խաղամ, համար 8-ից դեռ կհրաժարվեմ, համար 6-ը ինձ համար կարմիր է, փաս։ Համար 8։ Գյորդ համար դուք բոլորից խոսեցիք, իմ մասին ոչինչ չասեցիք, բայց վերջում իմ քվեարկությունը դրեցիք, ինչի համար։ Լավ, օքեյ։ 9-ին անդրադառնամ, երրորդն էլ նույնը ասեց։ Ինձ թվում է երրորդը կարմիր է գնացել։ Ես կարմիր խաղացող եմ 9-րդ համար, եւս մեկ անգամ ձեզ հիշեցնեմ։ Հա, ձեր ասացի մեջ տրամաբանություն կար, ես ձեզ հետ համաձայն եմ, որ ինքը պիտի երկրորդինը դներ, բայց քանի որ ոչ մեկինը կար, ոչ երկուսինը կար, երևի թե զուտ ուղղելու համար։ Դրանից հետո արդեն պիտի երկուսը դնում 4-ը ինձ համար խառն է խոսում, բայց չեմ կարող ասել։ Ես եթե անկեղծ 9-ին եմ կասկածում, մեծ հույսեր ունեմ, որ 10-ին ստուգել են այս գիշեր։ 2-ի գնալը մեկին սևացնում է աստից, բայց ես ուզում եմ մեկին հավատալ։ Ես մեկին եմ ուզում հավատալ, 6-ի հետ եմ խաղում, 9-ին ուզում եմ լսել։ Ժամանակ, շնորհակալություն, համար 9։ Ու գեղց ոնց որ մենակ այս սեղանի այս թևը խաղա։ Համար 1-ին ես չեմ լսել, ես չեմ կարա։ Ինքը ինձ ժեստիկուլյացիաներով իմ հետ խաղում է, կապի մեջ է, բայց ես չեմ կարա իրան վստահեմ։ Մարդը չի խոսացել։ Բացումը ոնց որ համար 6-ից սկսի, ինչ եք անում դուք։ Եթե դուք կարմիր խաղացողներ եք, նախ ինձնից պետք չի վախենալ, իմ հաղից պետք չի վախենալ։ Հա, ես գիտեմ կարմիր եմ լավ խոսում, սև եմ լավ խոսում, բայց ես ջղայնացած եմ կարմիրների վրա։ Ես չգիտեմ երրորդ համարը ինչ գույն է գնացել։
ինքը շատ վատ խոսած։ Ես հույս ունեմ, որ գոնե սև է գնացել, բայց հիշենք, որ ինքը իր դեմ է կոտրել։ Այսինքն հույս կա, որ ինքը կարմիր է գնացել։ Ես հստակ խաղում եմ 6-7, որտեղ վերլուծությունը սկսել է համար 6-ից ես համաձայն եմ։ Ընդունեք համար 5-ի տեխնացությունը։ Հաստատված է։ Ահավոր եք դուք խոսում, կներեք։ Անձին ոչ մի բան ձեր խաղի վերաբերյալ եմ ես ասում։ Համար 4 ձեր խոսքը ընդհանրապես բան չեմ հասկանում։ Ուզում եմ ձեզ լսեմ, որտեղ դուք իմ հետ կապով խաղում եք, բայց չեմ լսել ես ձեզ։ Փաս։ Համար 10։ Շատ խոսեցինք համար 10-ի կեսից, համար 10-ը բացի թղիակից է 3-8։ 8-ը տարօրինակ էր նրանով, որ վերջում ֆրացել է հասնում համար 7, ինչ որ համար 7-ին հարց է տա, 3-ը տարօրինակ էր նրա համար, որովհետև ինքը խոսում է անդադ խոսում է համար 2-ից, իր ամբողջ խոսքը նվիրում է համար 2-ին, ասում է ընդունեք համար 1։ Ինքը կարող դներ համար 2-ին, հետո օրինակ իրանից հետո խնդրել որ դնեին համար 1, եթե համար 1-ը կիսվեր։ Ես ասել եմ համար 1-ը ու համար 2-ի համար 50-50 են եղել։ Իրականում եթե 10 համարը նստած է, այնա չի որ պետքա միշտ սեղանին լսի, եթե այդ ժամանակ ինքը մտածի որ պետքա այտենց լինի, պետք է այտենց լինի։ Նույնն է շերիֆը, օրինակ եթե բոլորը շերիֆին ասեն, էս մարդու ստուգի, չպետք է շերիֆը, ստուգի ումը որ ուզում է ինքը։ Մի քիչ շատ ռանկեքի մեջ ոնց որ խաղակ, չգիտեմ ինչ եք ուզում։ Համար 1-ին ես 50-50 եմ տեսել։ Համար 1-ը ես չէ, հիմա 8 հոգի ենք։ Կարես հիմա դու համար 1, մի հատ էլի կիսոցի կազմակերպես։ Համար 5 ընդունեք համար 5, իմ համար 5-ը սա։ 5 հաստատված է։ Ժամանակ շնորհակալություն, համար 1 եզրափակում եք խնդրել։ Շնորհակալ եմ, այո, ես համաձայն եմ ձեզ հետ, որ համար 1-ը պետք է խոսալ, որովհետև ես նույնիսկ խոսք էի արդեն պատրաստում, որ խոսեմ։ Ինչի համար եք դուք եւ համար 5-ը իմ համար սևանում։ Նախ, կարմիրներին ձեռք չի տալիս, որ խաղը կիսվի ու այս ձև ջարդվի։ Համար 5, խնդրում եմ ինձ նայեք, համար 3-ը ձեզ համար կարմիր է գնացել, թե սև։ Մի խոսացեք։ Սև է գնացել։ Խնդրեմ, եթե ինքը լիներ կարմիր խաղացող, ինքը պետք է մտածեր, որ հավանական է 3-ը սև է գնացել, որ խաղը փրկելու համար գոնե իրան հավանական մի քանի սև գտներ։ Ինձ համար հիմա դուք սև խաղացող եք։ Ես հիմա, չգիտեմ, 3-ը սև է գնացել, կարմիր է գնացել, ես ուզում եմ իրան կարմիր դիտարկեմ, որ խաղը չպարտվի, որ ես հասկանամ ով է իրանցից կարմիր խաղացող։ Այս պահին 6-ի հետ եմ խաղում, լրիվ համաձայն եմ ձեր բերած բոլոր ալգորիթմների հետ։ 5, 10-ը ստուգվելու է։ Փաս։ Շնորհակալություն։ Վերանում է ժեստիկուլյացիան այս վայրկյանից, քվեարկություն, տեխնացուներն են 15, 15, 10, ով է խաղալ եք համար 10-ը, ստոպ, չկան ձայներ, և համար 5-ի դեմ բազում ձայներ, համար 5 ձեր վերջի րոպեն այս խաղում։ Ժողովուրդ, կարմիր խաղացող եմ, չգիտեմ խոսքս կարող եմ մի քիչ այդքան էլ տպավորիչ չէր։ Կարմիրները շատ կուզեն որ հաղթեն, անկեղծ շատ կուզեն որ կարմիրները հաղթեն։ Հնարավոր է խոսքս տեղ չեմ հասցրել լավ։ 3-ը ու 4-ը մի քիչ իրար շատ պահեցին, զուտ դրա համար 8-ն էլ 3-ին ու 4-ին պահեց։ Զուտ դրա համար է ես մտածում որ իրան կարա 3-ը կարա սև գնացած լինի։ Այս պահին կմաղթեմ մենակ կարմիրներին հաղթանակ, այդքան է։ Հաճելի խաղ ձեզ, փաս։ Շնորհակալություն համարի խաղի համար։ Գիշեր։ Այս գիշերը մաֆիան խաղից հեռացրեց համար 6-ին։ Գիշերը ստուգման արդյունքում Դոնը գտավ շերիֆին։ Շերիֆը այս գիշեր չգտավ սև խաղացող։ Բարի չէր այս առավոտը, նույնպես բարի չէր, մաֆիան բավականին դիպուկ է։ Համար 6, ձեզ համար բարի չէր, վերջի րոպեն այս խաղում։ Եթե խաղը շարունակում եք, ուրեմն 2, 1, 2, 3, 4, 5, 6, ուրեմն 2 սև է։ Եթե խաղը շարունակում եք, այսինքն մենք մեկին հանել ենք հաստատ։ Ինձ թվում է այս շրջան պետքա գոնե շերիֆը բացվի ու ձեզ հստակ թիվ ասի։ Ինձ համար նաև դու ես 4-ը սև խաղացող է, հասկացա։ Հանեք 4-ին, ինձ թվում է հաղթելու են կարմիրները, լսեք շերիֆին ու լավ կլինի, փաս, այսքանը ձեզ լավ խաղ։ Շնորհակալություն համար 6 խաղի համար։ Շրջանը համար 7 դուք եք բացում, ունեք 1 րոպե։ Շատ հետաքրքիր է։ Շնորհակալություն։ Համար 1-յան շերիֆ տես խաղի, ում ես ստուգել։ Համար 9-ը ինչ գույն է։ 4-ը սև է։ Դու ես շերիֆը խաղի։ Ում ես ստուգել։ Համար 4-ը նկատողություն։ Ում ես ստուգել։ Ինձ ես ստուգել, ես կարմիր եմ, այլ ում ես ստուգել։ 2-ը կարմիր է։ Ընդունեք համար 4։ Եթե դու խաղի շերիֆն ես, մենք այս խաղի մեջ պրոստը չգիտեմ։ Ինչ ես ինձ ստուգում։ Ինչ ես ստուգում, ստեղ կա 3, ստեղ կա 1, ստեղ կա 10, 9, 8, սաղ ընկարել ստուգել, բացի ինձ։ Ես ամենամոլորված կարմիր խաղացողն եմ։ Եթե դու անգամ շերիֆն ես, համար 1-ը արժանի է հաղթանակի, ու լավ չես խաղացել։ Եթե ես հավատում եմ, որ դու շերիֆն ես, ես ասում եմ, ընդունեք համար 4, այսքանը պաս։ Համար 8։
Ես խաղում եմ առաջին շերիֆության, որտեղ 4 համար շատ իսկապես շատ անիմաստ էր 7-ին ստուգելը, գոնե կստուգեիք, չգիտեմ, 9, 10, 5, չգիտեմ, դուք էլ եք ասել, որ 5-ի խոսքերն եք խառնել, ինչևէ, չեմ ուզում շարունակեմ։ Ես ուրախ եմ, որ 9 կարմիր խաղացող, ես էլ եմ կարմիր խաղացող, վերջ։ Մենք հիմա անում ենք 4 համարին, ընդունեք 4 համարի թեկնածությունը։ Հաստատված է 4։ Երրորդ սևը 10-ն է ինձ թվում։ Եթե չգիտեմ, եթե ինչ-որ մեկը ինձ կասկածում է, ես կարամ 10-ի հետ միասին գնամ, ես խնդիր չունեմ, որովհետև ես կարմիր խաղացող եմ, վերջ, փոս։ Համարին է խնդրեմ։ Համար ու ջան, խաղում 2 սև են։ Եթե 3 լինեն, պարտված կլինենք։ 5-ը ես վստահ չեմ, որ ինքը կարմիր է գնացել, բայց 4-ը չի կարա լինի շերիֆ։ Եթե դուք իսկական շերիֆն եք, այդ աբսուրդ է ձեր խաղը, որովհետև շերիֆը տենց խաղ չի խաղում։ Շերիֆը պիտի կարմիրներին առաջնորդի 7 խիեք ստուգել։ Սա նայեք, ինչի ես հակված 10-ին կասկածելու, որովհետև ֆլանկ էր, ինքը այնց կիսոցի արեց, որ ջարդվեց։ Ինքը կարեր ուղակի ֆլանկ կիսեր, բայց չէ, եթե մեկը լժե շերիֆը, ես պատրաստ եմ իրեն կրվեմ։ Չէ, ես չեմ խաղում ձեր շերիֆությամբ, այդտենց շերիֆ չեմ խաղում։ Սա սեղանը ինձ է կասկածում, սա սեղանը համար 10-ին է կասկածում, դուք ստուգում եք համար 7, համար 2, կարոջի գիշեր համար 2 եք ստուգել։ 10 վայրկյան։ Ընդունեք համար 4։ Փաս։ Հաստատված է 4, համար 10 խնդրեմ։ Ընդունեք համար 4։ Հաստատված է։ Խաղում եմ համար 1-ի շերիֆությամբ։ Հիմա այսքանը ասենք հասկացանք, ինքը սև է, հեսա գնում է օրինակ, մնում ենք 5 հոգի, մի հոգին եթե օրինակ սևերը կրակում են, տակը մնում ենք 4 հոգի։ Եթե ինձ է ստուգում, ես կարմիր խաղացող եմ լինում, ով է լինում սև խաղացող շերիֆ քո պատկերացնում, թիվ ցույց տուր։ Կամ 8 կամ 10։ Հիմա օրինակ եթե ստուգում ես 8-ին, լինում է ինքը կարմիր, սևը դառնում եմ ես։ Այդտենց է, չէ՞։ Ես էլ եմ այդպես մտածում։ Ես այդ էի ուզում քեզնից լսեի։ Ես խաղում եմ 7, 9, 1 երյակի հետ։ Շնորհակալ եմ, ընդունեք համար 4։ 10 վայրկյան։ Փաս, շնորհակալություն։ Համար 1 խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Նախ համար 9 ջան անդրադառնամ ամենաառաջի խաղին, որ ասեցիք իմ հետ շատ աժեստերով։ Ստուգել եմ առաջ գիշեր ցեզ, որպեսզի համոզված լինեմ, իմ համար կա հարմար կարմիր խաղացող, ում հետ կարամ խաղամ, իսկ համար 9 լավ կարմիր խաղացող է միշտ լինում։ Ընդունեք համար 4, համար 4-ը սև խաղացող է միանշանակ։ Նույնիսկ համար 5-ը ես դրանից հետո հասկացա, որ համար 4 ստուգեմ։ Իրանից հետո խի է իր սև խաղացողին ասում 3-4 ստուգեք։ Այստեղից ենթադրություն, որ շատ հնարավոր է 3-ն էլ է սև գնացել, համար 5-ը, եթե այդքան ված սև խաղացող է, ասում է դե 3-4 կարային չգիտեմ։ Համար դուք սև խաղացող եք իմ համար, այս գիշեր դուք եք գնում, հաջորդը կամ 8 կամ 10 եմ ստուգել։ Ձեզնից մեկը եթե ինչ, օքեյ, 8 եմ ստուգում հաջորդը, հիմա 4-ը գնում է։ Էլ տարբերակ ասենք չկա էլի։ Փաս։ Համար 4։ Կարմիրեն ջան, ես ուղղակի ձեզ խնդրում եմ համար 1-ին չհավատալ։ Համար 1-ը ժեստերով ամենադեմից ինքը ասեց ես շերիֆն եմ ու ինձ եմ, որտեղ ինքը գիտի ես կարող ավատ խոսամ ու չհամոզեմ ձեզ։ Դրա համար ամենադեմից ինքը ժեստով ասեց ես շերիֆն եմ ու ստուգել եմ 4-ին, ես եմ շերիֆը։ Ես ստուգել եմ առաջին գիշեր, երբ որ ասեցի ես համար 3-ի հետ եմ խաղում, երկուսի խոսքը կարող է ինքը ասում է դե կարմիրը վատ է խոսում, մի կենտրոնացեք, կարող է զուտ էդի որպես արդարացում էր ասում, դրա համար էլ ստուգեցի ինքը կարմիր դուրս եկավ ու նույն գիշերին իրեն գրագեցին։ Հետո 5-ը ամենահնարավորությամբ սև է դուրս եկել, 7-ին խի ստուգեցի, որտեղ զգացի իրանց մեջ ասի կարող է 6-ի հետ է խաղում, զուտ ուզում է տիպը 6-ը կարմիր է, ես 6-ի հետ եմ, դրա համար ստուգեցի, որտեղ վստահ էի, որ համար 1-ը սև է, վստահ էի, դրա համար անիմաստ զգացի ստուգելը։ Ուզում եք հավատակ, ուզում մի ինքը սուտ է խոսի, ես եմ շերիֆը։ Այդքան բան, ինչքանով կհավատակ չգիտեմ։ Ընդունեք տեխնացությունից համար 1։ 1 ընդունված է, հասցրեցիք եւ ժամանակ։ Համար 4 այս պարագայում միայն դուք ունեք նկատողություն, խնդրում եմ զգուշ խաղացեք։ Քվեարկություն տեխնացուներն 4-1, 4-1, 4։ Ով եք ով հաղալեք համար 4-ը։ Միաձայն։ Համար 4 վերջի րոպեն այս խաղում։ Ախր ինչի՞ չեք հավատում։ Մալադեց քեզ, իրոք արժանի հաղթանակ է սևերին, եթե կարացակ կրեք, всё, այդքան բան։ Շնորհակալություն համար 4-ին։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 10-ին։ Դոնը չստուգեց ոչ մեկին։ Շերիֆը չստուգեց ոչ մեկին, քանի որ նա խաղի մեջ չէր։ Համար 10 ձեր վերջի րոպեն այս խաղում։ Ում ես ստուգել համար 1, համար 8-ին սև խաղացող, շնորհակալություն։
Համար 9 ջան անկեղծ ասում կներես ինձ, ես այդ մոմենտին խառնված եմ եղել, որ ֆլանկ չեմ կիսել, սենց նայել եմ 3 4 5 6 7 ստեղ, ու ես դեմից էլ 3 5 8, ես առաջի գիշերը երբ որ մտածում ես ինձ էսա, եթե կարագեն ես ի՞նչ թվեր պետք է ասեմ։ Ես մտածում եմ որ պետք է ասեմ 3 5 8, ես 5-ին ու 8-ին տեսել եմ, բայց երրորդը 4-րդ համարներ շնորհակալություն։ Կներես։ Փաս։ Շնորհակալություն համար 10-ին խաղի համար, ավարտած խնդրում եմ լքեք սեղանը։ Եվ արդեն վաղուց սևերը հաղթել էին։ Շնորհավորում եմ Սև տվին։ Իրականում խայտարակ պարտություն էր, քանի որ համար 3-ը իր դեմ կոտրելով սեղանը կարմրացրեց մեկին, որը սև խաղացող էր, բայց փաստորեն իրենք թիմակիցներ են։ Դե ես ասում էի, որ դոն եմ լինելու ու հաղթանակա լինելու, երկուսն էլ ստացվեց։ Սպասենք հաջորդ խաղերին։ Հենց ես դրա մասին էի խոսում, որ կապ չունի ինչ քար ես քաշում, եթե քո թիմը ուժեղ է, իրար հետ դուք հասկանալով եք խաղում, միասին եք խաղում ու ունենում եք հստակ պլաններ, հաղթանակը պատրաստ է։ Ես կարող եմ ասել, որ մեծ հաճույքով եմ փորձում գնահատել մեր երիտասարդության խաղը ու ուղղակի նենց տպավորված եմ, ու երեք երբ որ մենք նստած քննարկում էինք, առաջինը ինչ ասեցի, թե ինչ երիտասարդություն ունենք, ուղղակի հիանալի, ես հիացած եմ։ Խաղի ընթացքում ես զգում էի իրանց մտածելակերպը, իրանց ուղեղի, ասենք, չգիտեմ, շարժը, ամեն ինչը ուզում եմ մաղթեմ մեր երիտասարդությանը շատ հետաքրքիր խաղ, որովհետև իրոք հետաքրքիր խաղեր են ստացվում, մենք ուղղակի կլանված նայում ենք ու պահիտակ ուզում ենք, սկսում ենք անգամ քննարկել ու մեկ-մեկ մեր մոտ չի համընկնում մեր կարծիքները, բայց ես վստահ եմ, որ ուժեղագույնը անպայման հաղթանակ կունենա։